Տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ։ Քննարկվել են Հայաստան-Ֆրանսիա երկկողմ տարածաշրջանային եւ միջազգային օրակարգին վերաբերող հարցեր։ Ֆրանսիայի նախագահն աջակցություն է հայտնել Հայաստանում ընթացող բարեփոխումների օրակարգին։ Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն աշխատանքային այցով հունիսի 29-ից հուլիսի 2-ը կգտնվի Իսպանիայի թագավորությունում մասնակցելու ՄԱԿ-ի զարգացման ուղղված ֆինանսավորման համաշխարհային համաժողովին, որը տեղի է ունենալու Սևիլիայում։ Համաժողովի ընթացքում հանրապետության նախագահը հանդես կգա ելույթով։ Բաքուն հրաժարվել է մասնակցել Ռուսաստանի Դաշնության հետ միջխորհրդարանական հանձնաժողովի 23-րդ նիստին։ Միլի մեջլիսի առաջին փոխոսնակ Ալի Ախմեդովի գլխավորած պատվիրակությունը չի մեկնել Մոսկվա, իսկ Ադրբեջանում չեղարկվել են Ռուսաստանի պետական եւ մասնավոր հաստատությունների կողմից կազմակերպված բոլոր մշակութային միջոցառումները։ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը Fox News-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ կարող է չեղարկել Իրանի նկատմամբ պատժամիջոցները, եթե Թեհրանը խաղաղ քաղաքականություն վարի։ Եթե նրանք կարողանան խաղաղ լինել եւ ցույց տալ մեզ, որ այլևս վնաս չեն հասցնելու, ես կվերացնեմ պատժամիջոցները, ասել է նա։